Շարունակում ենք առաջին ծրագիրը եւ տեղափոխվում ենք արվեստի մի շատ հետաքրքիր ճյուղ պար։ Դեկտեմբերի 19-ին Առնո Բաբաջանյան համերգասրահը խտանալու է նոր տոնական համերգով։ Ձմեռվա գեղեցկությունն ընդգծելու համար կադանս նվագախումբն ու պարախումբը բերում են արվեստի իսկական տոն։ Տանգոյի կրքոտ շունչը, ֆլամենկոյի հրեպտույտները, լավագույն ամանորյա հիթերը կախարդական երեկոյի ընթացքում։ Այո, եւ այս առիթով մեր տաղավարում են Կադաս պարախմբի մենակատար Արշակ Գալուստյանը եւ Կադանս պարախմբի մենակատար Դիանա Տվերդոխլեբը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարև ձեզ, շատ լավ։ Ինչ լավ է։ Մենք հրաշալի։ Նախատոնական տրամադրության մեջ եկեք հասկանանք դեկտեմբերի 19-ին Կադանսի կողմից ինչ է սպասվում բոլորիս։ Կադանսի կողմից ասեմ նախ սպասվում են նոր համարներ, նոր երաժշտական համարներ, նոր պարային համարներ, նոր տարվա շնչով, հիթային շնչով։ Եկեք շատ փակագծերը չբացեմ, թող գաղտնիք մնա, որպեսզի հետաքրքրությունը լինի։ Ժանր, հետաքրքիր համերգ է սպասվում, շատ տաղանդավոր պարողներ, երաժիշտներ, շատ կոլորիտային եւ շատ հարուստ, շատ sense հետաքրքիր։ Մենք գիտենք նաև, որ նոյեմբերի 30-ին Փարիզում կայացել է Սուրբ Ծննդյան լուսատուներ ֆոլկլոր պարի միջազգային փառատոնը, որին մասնակցել եք նաև դուք եւ Հայաստանը ներկայացրել է Քալաշյան պարավեստի դպրոցի եւ Կադան ստուդիայի սաները։ Այս մասին էլ մեզ մի քիչ պատմեք։ Այո, ինչպես արդեն նշեցիք, ամսի 30-ին միջազգային փառատոնին մասնակցեցին Քալաշյան պարավեստի դպրոցի սաները, թվով ոչ միայն Քալաշյան պարավեստի դպրոցի, այլ նաև Կադանս ստուդիայի սաները, թվով գերակշռող կազմով ենք ներկայացել, բոլոր երկրներից ամենաշատ սաներով ներկայացել էր Քալաշյան դպրոցը։ Ասեմ, որ ինքը փառատոնը որպես այդպիսին մրցանակային չէր, այլ հիմքում ընկած էր տարբեր երկրների ժողովրդական եւ ազգային պարերի միաձուլումը, մեկը մյուսին փոխանցելը, հետաքրքրությունը։ Բացի փառատոնը նաև ունեցել ենք մենահամերգ հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցում, ունեցել ենք հյուրընկալություն Ժաֆ մշակութային կենտրոնում, շատ գեղեցիկ օր ունեցանք եւ իհարկե 50 սաներով շրջեցինք ամբողջ Փարիզը, տեսանք հոյակապ օրեր էին։ Շատ լավ, բացի այդ տրամադրությունից, հա, եւ այդ հրաշալի երեկոներից, ինչ է տալիս նմանատիպ հանդիպումները, որովհետեւ այդ ընթացքում նաեւ ծանոթություն կա, այդ ընթացքում նաեւ կան շփումներ, այո, փորձի փոխանակում։ Առաջին հերթին ես կասեմ հպարտություն, որովհետեւ դու ներկայացնում ես առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը, ծածանում ես դրոշը։ Կարծիքով այդ ամեն ինչը արդեն իրենով ամբողջական ասում է։ Հայաստանի Հանրապետություն ներկայացնել։ Վերադառնանք դեկտեմբերի 19-ին։ Ես գիտեմ, որ Կադանսի երեկոները բազմաժանր են ու ավելի շատ բայց շեշտը դրում է տանգոյի վրա, արգենտինյան տանգոյի, որովհետև հենց այդ արգենտինյան տանգոն մշտապես հետևողական է բոլոր այդ համարների մեջ, որոնք արդեն առկա են լինում։ Այս անգամ տանգոն կա, թե այս անգամ ամանորյա տրամադրությունը կա։ Ավելի շատ ամանորյա եւ նոր համարներ են լինելու։ Եվ ինձ թվում է մենք շատ կզարմացնենք մեր հանդիսատեսին, որովհետև հա, եթե միշտ սովորեն մեզ ստենալ տանգոյի ոճում, ասեմ, որ մենք շատ բազմաժանր ենք եւ շատ տաղանդավոր ենք։ Արտիստները որպես այդպեսին շատ բազմաժանր են։ Միայն մի ուղղվածություն չունեն։ Բոլորը հրաշալի։ Հետաքրքիր համարներ են, այսինքն sense որ ասենք sense ռումբայա կամ վալսա կամ տանգոյա չէ, հենց այդ մեզ շատ դուր է գալի։ Միաձուլված են։ Այո, sense տարբեր ոճեր միաձուլված են։ Անցումներ են եւ մեր համարը շատ հետաքրքիր դա եւ երաժշտությունն է շատ գեղեցիկ եւ հանդիսատեսին դա շատ դուր կգա, որտեվ շաբլոնական չէ, էլի, sense նոր շունչ, նոր ոճ եւ մեր համարելա դա շատ հետաքրքիր այդ process-ը, այո, քվինտետի համար։ Կադանս այս տարվա ընթացքում քանի հանդիպում ունեցավ հանդիսատեսի հետ։ Այս տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, 4, դեռ առաջիկայում էլ կունենանք 5-րդը եւ եկող տարի ունենք շատ պրոյեկտներ, շատ պրոյեկտներ։ Այսինքն ամսի 19-ը ամփոփիչն է, տարին ամփոփում ենք այս ամառը։ Կարելի է այդպես ասել, այո, տարվա ամփոփիչը։ Այո։ Այնուհետև արդեն եկող տարում կունենանք շատ պրոյեկտներ։ Փետրվարին կլինի արդեն մեր 1 տարին կնշենք մեծ շուկով ֆիլհարմոնիայում։ Ունենք մարտին համերգ, ունենք հունիսին։ Արդեն նախատեսված համերգ։ Միանշանակ։ Հայաստանում թե Հայաստանի սահմաններից դուրս։ Դա Հայաստանում, ունենք նաև հյուրախաղեր։
Բայց չեմ բացի ճակերտները։ Վաու։ Եվ տարին ինչպիսին էր ձեզ համար, քանի որ բացի նրանից, որ 5-րդ համերգը ձեզ համար ամփոփիչն է տարվա ընթացքում, նաև ընդամենը մի քանի օր եւ 2026 թվականն ենք ողջունելու։ Ասես թե ես ասեմ։ Դու ասա։ Ես կասեմ, որ հրաշալի ստացված տարի էր, շատ ստացված։ Գիտեք ինչ, երբ որ մեկ վայրում հավաքվում են այնպիսի պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր որ ոչ միայն որպես արտիստ եւ որպես պրոֆեսիոնալ անձ են ներկայանում, այլ ամբողջական մի մարմին, ընտանիք, թե ժամանակն է անցնում այլ կերպ, թե հետաքրքրությունն է այլ, եւ թե այդ ամբողջական մեկ մարմնի ընտանիքի հանդիսատեսն է այլ։ Լրիվ լիզքեր դրական հանդիսատեսից եկող, ինչու՞ չէ, նաեւ ընտանիքի ներսում գվինցետ հրաշալի պարախումբ, մեկը մեկից լավ արտիստներ։ Լավ մթնոլորտ, միշտ դրական, պոզիտիվ, պրոֆեսիոնալական, բարձր մակարդակի ամեն ինչ։ Ինչպես է կազմվում ծրագիրը, լավ եկեք մի քիչ ավելի խոհանոց գնանք, հա, որովհետև ես գիտեմ, որ այնտեղ կա դանսում, հատկապես հենց պարային, հա, հատվածում բոլորը այսպես կայացած պարողներ են։ Եվ բնականաբար յուրաքանչյուրն ունի իր կարծիքը։ Ինչպես եք ես ամենը գլուխ բերում եւ համերգային ծրագիրը կազմում։ Խորհրդավոր լռություն տիրեց։ Չէ, ես սպասում եի խոսք ուզում եի փոխանցել Ձիաննային, բայց տեսեք առաջին հերթին, քանի որ այս ամենի պրոյեկտի եւ ընդհանուր կադանս անսամբլի գլխին կանգնած Հասատուրը Քալաշյան, ղեկավար, գեղարվեստական ղեկավար, ամբողջությամբ առաջին հերթին նայած ինչ պրոյեկտ է։ Ըստ պրոյեկտի արդեն ընտրվում են երաժշտությունները, քննարկվում են երաժշտությունները, քննարկվում են ըստ երաժշտության արդեն բարերը, ինչ ոճի մեջ են լինելու, ինչ հագուստներ են լինելու, որ բեմում է կայանալու։ Եվ այսպես մեկը մյուսին շատ լրացնում ենք։ Այնպես չի, որ գիտեք, շատ իդեաներ կան։ Այո, այնպես չի, որ ինչ որ մեկը բծախնդրի, ինչ որ չէ, սա պետք չլինի, նա պետք լինի, նա պետք։ Ինչքան էլ ամեն մեկը վառ անհատականություններ են, ոչ բոլորը հավաքված են մեկ գաղափարի շուրջ։ Ընտրվեց սա, երաժշտությունը լինելու է սա, բարը լինելու է սա, եւ հերթականությամբ միավորում է մեզ բարը, այո։ Կազմվում է ամբողջական ծրագիրը։ Ավելին, ոչ միայն այդ պրոյեկտը, այլ արդեն շարունակաբար եկող մնացյալ այլ պրոյեկտները։ Եվ հետաքրքիր է ժամանակակից աշխարհում, քանի որ տրենդները անընդհատ փոփոխվում են եւ բարային առումով էլ մի քիչ ավելի TikTok-ի ժամանակաշրջանում ենք ապրում, հետաքրքիր է տրենդները պրոֆեսիոնալ բար գալիս են, թե բարարվեստը հենց դասական ուղղությամբ է շարունակվում։ Չեն գալիս։ Շարժումներն չեն գալիս։ Ոչ, ինչու համար։ Եթե ունենք մեր գաղափարներում, մեր մտածելակերպը, միանշանակ ոչ։ Գուցե հետաքրքիր համադրություններ լինեն։ Միգուցե հետագայում, բայց դեռ ոչ։ Դեռ ոչ։ Դե հիշեցնենք, հա, որ դեկտեմբերի 19-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում լինելու է Կադանս նվագախումբը ամանորյա ծրագրով եւ բնականաբար հաճելի անակնկալներով։ Սա իհարկե Կադանսի երկրպագուների համար բավականին հետաքրքիր տարեվերջյան համերգ է լինելու, այնպես որ բաց չթողնեք եւ եւս մեկ անգամ վայելեք ու ավելի մոտ գտնվեք Պարաշխարին եւ ոչ միայն։ Շնորհակալություն այս առավոտը մեզ հետ սկսելու համար, մենք ձեզ մեծ հաջողություններ ենք մաղթում, ցանկանում ենք, որ ամսի 19-ին ունենաք հրաշալի եւ անմոռանալի երեկո եւ 26 թվականին ինչ պլանավորել եք, ամբողջությամբ իրագործեք։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, հա, որը ներկայացնում են արև բացիկները նախատեսված սիրելի մարդկանց նվիրելու համար։ Մեկը երեխային, տղա երեխայի է, հա, այսինքն բալիկի համար է։ Մյուսը գրած է սիրում եմ եւ այստեղ շպրոտի խոսքերն են։ Ես եմ քո մեղրը, հարի ինձ կեր։ Այնպես որ սա դուք արդեն որոշեք եւ նվիրեք։ Շնորհակալ ենք ձեզ այս առավոտվա համար ու ձեզ մաղթում ենք հաջողություններ։ Մերսի։ Ողջույններս խմբի անդամներին եւ իհարկե շնորհավոր գալիք ամանորը։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք ու Կլինի կարծատև դադար մեր եթերում, բայց հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։